Քեմալ Աթաթուրքը հայերին առաջարկում ասում է եկեք պայմանավորվենք, քանի որ ներդրության մեջ էին։ Եկեք պայմանավորվենք, դա արդեն 20 թվականն է։ Մենք ձեզ տալիս են Կարսը, Արդահանի որոշ մասը, կարծեմ, այս Արևելյան Հայաստանի տերիտորիաները, պայմանավորվենք, որ դուք ասենք Անտանտի հետ դաշնակցությունից դուրս գաք, մենք պայմանագիր կնքենք ու որոշ չափով ասենք խաղաղ գոյակցություն ապահովենք, մինչև մենք այնտեղ հարցերը լուծենք, դուք էլ նայեք ինչ եք անում։ Դե բնականաբար այստեղից մերժվում է Մեծ Հայաստան, ծովիսով Հայաստան կառուցելու այդ նկրտումներով եւ այլն, եւ արդյունքում ստանում ենք 20 թվականի հայ-թուրքական պատերազմ, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության կործանման ըստ էության։ Ու այդ ժամանակ հայերը ինչ էին ասում են եվրոպացիները մեզ խոստացել են, որ Անտանտը էլի, մեզ պաշտպանելու են, պահպանելու են, այս օգնությունն են ուղարկելու, այն օգնությունն են ուղարկելու։ Ես մի անգամ հրապարակել եմ, ուրեմն կա Մարշալ Ֆոշը, որ երկրորդ համաշխարհային այդ բանը ստորագրեց գերմանացիների հետ, Մարշալ Ֆոշի հրամանով զեկույց կա Գենշտաբի ֆրանսիական, Հայաստանին ուղարկել, չգիտեմ, 3 միլիոն փամփուշտ ու չգիտեմ ինչ զինատեսակներ, հիմա չեմ հիշում, դա հունիս թե օգոստոս ամիսն էր։ Ու այդ հրամանից հետո ես չգիտեմ դրանք տեղ հասել են, շատ է հիշեցնում հիմա, որ ասում են Ցեզար, չգիտեմ, հրետանի, Պետերներ եւ այլն ֆրանսիա, դա շատ է հիշեցնում, էլի, հիմա չգիտեմ վերջնարդյունքը ոնց կլինի, հուսանք այդպեսին չի լինի, բայց այդ մասին հրապարակումներից հետո, պայմանավորվածություններից հետո Հայաստանի Հանրապետությունը կործանվում է։ Ու այն ժամանակ, հիմա էլի վերադառնանք 1918 թվականին, թուրքերը ինչ էին ասում, որ հայերի դիրքերը լավ էին, որ ռուսները գնացել էին, այդքան մեծ հնարավորություններ ունեին, ասում էին, էսի տվեք ձեր հետ բան կլինի, խաղաղություն կհաստատենք, ինչ եք ուզում, դե Կարսի մարզը վրացիների բանով տալիս են, այնտեղից Գեգեշկորի բան զանգում, ասում են տվեք, որ խաղաղություն լինի, իրենք իրենց խնդիրն են ուզում, Թիլվիզն ու Բաթումն են ուզում պահել, մենք ինչ խնդիր ենք ուզում, անհասկանալի է, տալիս են, ասում են Ախուրյանի ափին կկանգնենք ու խաղաղություն կլինի, ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, խաղաղություն, ժողովուրդն էլ ոգևորում, դե այդքան պատերազմի տեսած, պատերազմի շոկի մեջ գտնվող, այս ինչ նկարագրում շատ նման է, չէ՞։ Այո, լրիվ դեժավյու։ Այո, ասում է, դե լավ էլի, ասենք, տվեք, տալիս են, տրաքացնում են, զենք, զինամթերք ու ամեն ինչով տալիս են, քաշվում են Գյումրի։ Գալիս է թուրքը մի 2 ամիս կանգնում, չէ, 2 ամսից պակաս կանգնում այդտեղ, ասում է, դե հիմա էսի տվեք, երկաթուղին տվեք։ Ասում է, Գյումրին չեմ ուզում, երկաթուղին տվեք, էլի նմանությանը նայեք։ Երկաթուղին այն ժամանակ հիմա էլ շատ կարևոր հանգույց էր։ Ալեքսանդրապոլը, Թիֆլիս, Ալեքսանդրապոլ, Ջուլֆա, դեպի Պարսկաստան, կապող հիմնական օղակներից էր այն ժամանակ ավտոմոբիլային բան, այդպես ճանապարհներ չկային։ Դա նույն Միչանսկի թրիպի տես բանն է, էլի նույն Միչանսկն է, Սյունիքի Միչանսկի շատ նման է սա։ Ասում է, այդ տվեք, մնացած չենք ուզում։ Սրանք էլ ասում են, դե լավ, ասում այդ որ ասում են, դե լավ, թուրքերը մինչև Սարդարապատ հասնում են։ Իրենք հիշում ենք, չէ՞, միայն երկաթուղի էին ուզում։ Մինչև Սարդարապատ հասնում են, այդ Սարդարապատի ընթացքում նոր մենք կարողանում ենք թուրքերի առաջխաղացումը կանգնեցնել։ Այդ հերոսամարտը ուղղակի թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելն էր, որի արդյունքում մենք ունեցանք մի 10,000-անոց պետություն, որը շատերը ասում էին ավելի նման է, ասենք, գերեզմանի, քան պետության, բայց ի պատիվ շատ գործիչների կարողացան դա սարքել 60,000-անոց պետություն, բայց 20 թվականին նույն ձևի կորցրեցին։